Հարգելի լրագրողներ, այսօրվա մեր հյուրերը ազգ լրագրողական ակումբի հյուրեր են համահայկական ծնողական կոմիտեի հիմնադիր անդամներ Արման Բոշյանը եւ Հայկ Այվազյանը։ Թեման Եվրամիության կողմից Հայաստանին պարտադրվող արդի պահանջները, ընդունել համասեռամոլների ամուսնությունների օրինականացման եւ սեռական այլ կողմնորոշում եւ գենդերային ինքնություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության մասին օրենքները։ Պարոն Բոշյան, այսօր Ես համառոտ ներկայացնում, մենք հիմա նախնական հայտարարություն ենք տարածելու բոլոր ԶԼՄ-ներին, որին կոչ ենք անում դիմադրել այս երևույթներին, բացատրեմ խնդիրը ինչումն է։ Ուրեմն գաղտնիք չի, որ Հայաստանը ձգտում է ստեղծել նորմալ հարաբերություններ նաև Եվրամիության հետ, բայց ինձ մոտ տպավորություն է, որ Եվրամիությունը որևէ համագործակցության ցանկություն չունի Հայաստանի հետ, քանի որ այն պահանջները, որ նա դնում է այդ համագործակցության դիմաց, անընդունելի են ոչ միայն մեր հասարակության կողմից, նա պարզապես ազգային անվտանգության տեսանկյունից խիստ վտանգավոր երևույթներ են։ Խնդիրը նրանում է, որ համաձայն մարտի 10-ի Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնելիսի հայտարարությամբ, ինչպես նաև Եվրամիության ներկայացուցչի մի քանի օր առաջ կատարված հայտարարության համաձայն, Եվրամիությունը պահանջում է, որ Հայաստանում ընդունվեն այսպես կոչված ընտանեկան բռնության կանխարգելման դեմ օրենքը եւ խտրականության դեմ օրենքը։ Այդ պահանջը որքան պահանջ չի, ինչքան պարտադրանք է, որտեղ Հայաստանը ստանալու է գրանտեր, որքան ես տեղյակ եմ, եթե չեմ սխալվում, 180 միլիոն եվրո Եվրոպայից, եւ այդ գրանտի պայմաններից մեկը նաեւ այս խնդիրները լուծելն է։ Ուրեմն չնայած գեղեցիկ վերնագրերին, ինչպես նաեւ շատ գեղեցիկ վերնագիր ուներ գենդերային օրենքը, ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքը մեղմ ասած խիստ վտանգավոր է եւ հետապնդում է ճիշտ հակառակ նպատակը, մասնավորապես համաձայն այդ օրենքի ընտանիք է կոչվում այն երկու կամ ավել անձերի հարաբերությունները, որոնք կարող են համարվել զուգերգեր, այսինքն ունեցել են սեռական հարաբերություն։ Դա նույն սեռի է, թե տարբեր սեռի է, 1 թե 5 հոգի է, էական չի, համաձայն այդ օրենքի, եթե դուք մարմնավաճառից օգտվել եք, դուք արդեն ընտանիք եք, իսկ եթե 5 մարմնավաճառից եք օգտվել, այդ 6 հոգանոց ընտանիք եք։ Ահա այսպիսի գեղեցիկ վերնագրի տակ այսպիսի ընտանիքի ձևակերպում է եւ դա այդ ձևակերպումը այսօր հասանելի է, մենք պատճենել ենք սոցնախարարության կայքից, ճիշտ է, փակ հասցեով էր, բայց սոցնախարարության կայքից ենք վերցրել օրենքի նախագիծը։ Եվ կա կառավարության որոշում, համաձայն որի ծրագրեր եւ այդ օրենքի քննարկումը պետք է լինի եւ առաջի եռամսյակում եւ 4-րդ եռամսյակում, որպեսզի ընդունման process-ը առաջ գնա։ Մյուսը, ընտանեկան բռնության կանխարգելման դեմ օրենքը իրականության մեջ որևէ ձև չի ձևակերպում ընտանիքի դրական կերպարի քարոզչություն իրականացնելը, բազմազավակ ընտանիքներ պաշտպանելը, Հայաստանում ծնելիությունը իջել է կրիտիկական արդեն աստիճանի 1.74 է, այսինքն անգամ եթե արտագաղթ չլինի, Հայաստանը դատարկվում է պարզ վերականգնման համար, պարզ պահպանման համար բնակչության գոնե 2.15 պետք է գործակիցը լինի ծնելիության։ Հայաստանում 1.74 է, իսկ առավել զարգացած երկրում Եվրոպայի, որը Գերմանիան է, առավել զարգացած տնտեսությունը, որը խիստ կողմնակից է եւ նման ընտանիքի ձևակերպման եւ բոլոր տեսակի գենդերային քարոզչության, այնտեղ 1.34 է։ Ես բազմիցս հարց եմ բարձրացրել, ում է պետք մարդկանց իրավունքների պաշտպանությունը, եթե այդ պաշտպանության հետևանքով 30 տարի ուղղակի մարդ չի լինի, որը նման բան երևույթի մասին ուղղակի կարողանա խոսել։ Նման օրենք, որը պարտադրում է Եվրամիությունը Հայաստանին, ուղղակիորեն սպառնալիք է Հայաստանի հանդեպ։ Մյուս օրենքը առավել վտանգավոր խտրականության դեմ օրենքը ստեղծում է առավելություններ այսպես կոչված սեռական փոքրամասնություններին եւ թույլ է տալի, որ նրանք կատարեն խտրականություն նորմալ մարդկանց հանդեպ եւ նորմալ ընտանիքների հանդեպ, որը կկոչվի հատուկ միջոցներ։ Այսինքն խտրականության դեմ օրենքը լայն ճանապարհ է բացում այսպես կոչված այլասերման քարոզչությանը, որը ուղղված է մեր հասարակության քայքայմանը։ Այսինքն ստեղծվում է տպավորություն, որ ցեղասպանության 100-ամյակի տարին, երբ հայերս պետք է ցուցադրենք միասնություն, փորձ է կատարվում մեր արևմտյան ճակերտավոր բարեկամների կողմից իրականացնել հոգևոր եւ անուղղակի
ցեղասպանության այլ մեխանիզմներ։ Դրա մեջ նաև մտնում է այսպես կոչված ալուրի հարստացումը, չնայած դա առանձին թեմա է։ Հաշվի առնելով այս վտանգները եւ հաշվի առնելով, որ փաստացիորեն գումարով եւ այլ մեթոդներով դա ներառում է նաեւ ինֆորմացիոն աշխատանքը, Հայաստանին պարտադրվում են ընդունել գեղեցիկ վերնագրերի տակ խիստ վտանգավոր օրենքներ։ Մենք կոչ ենք անում աշխարհիկ եւ հոգեվոր իշխանություններին միավորվել եւ դիմադրել, թույլ չտալ, որ այս երևույթների ներխուժելը Հայաստան։ Հիշեցնեմ, որ ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքը այսպես կոչված յուվենալ արդարադատության մայր օրենքն է։ Մասնավորապես այդ օրենքը ձևակերպում է այսպես կոչված հոգեբանական բռնություն, որը պարզ չի ինչ է, եւ ցանկացած չնչին դաստիարակչական աշխատանքի շնորհիվ երեխաներին կկարողանան հեռացնել ընտանիքներից ապագայում սեռական շահագործման հանձնելու դիտեք խնդրում եմ պաշտոնական տվյալները Եվրամիությանի 2010 թվականի զեկույցի յուվենալ արդարադատության հետ կապված, որը մենք հրապարակել ենք, եւ մասնավորապես Euronews-ով կատարված հետազոտությունների այդ համակարգի աշխատանքով, համաձայն որի 5.5 միլիոն երեխա 50 տարվա ընթացքում Եվրոպայում վաճառվել է որպես ստրուկ։ Եվ ես ինչքան հասկացա, հայ երեխաների պակաս կա այդ համակարգում։ Շնորհակալություն, ես խոսքս փոխանցեմ մասնագետ Հայկ Այվազյանին, որը ձեզ մանրամասները կներկայացնի այդ օրենքի նախագծերի շուրջ։ Ուրեմն վերջերս մի շարք հասարակական կազմակերպություններ եւ իրենց միջազգային հովանավորների կողմից շրջանառության մեջ է դրվել տեղեկատվական դաշտում այսպես կոչված ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի նախագիծը։ Ուրեմն նույն օրենքի նախագիծը ներկայացվել է նաեւ ազգային ժողով։ Ուրեմն նախ ասեմ, որ այսպես կոչված ընտանեկան բռնություն տերմինը ինքնին անհեթեթություն է։ Քանի որ բռնությունը չի լինում ընտանեկան։ Դա նույնն է ոնց որ ասենք դպրոցական բռնություն, կամ փողոցային բռնություն, կամ բռնությունը տեղի է, չգիտեմ, օդում, ջրում, կոլեկտիվի մեջ չի լինում։ Բռնությունը անկախ նրանից թե որտեղ այն տեղի ունենում։ Եվ երբ որ այս տերմինը շատ է օգտագործվում մարդկանց մոտ, հատկապես երիտասարդության մոտ, ստեղծվում է տպավորություն, որ ընտանիքը մի վայր է, որտեղ անընդհատ բռնություններ են տեղի ունենում, եւ բնականաբար երիտասարդ աղջիկ կամ տղան, հիմնականում աղջիկները, այս տպավորության տակ այլևս այսպես ընտանիք կազմելու ցանկությունից կարող են հրաժարվել։ Նախ ասեմ, որ այս օրենքը ներկայացնելուց առաջ պետք է հիմնավորել, որ այս օրենքի անհրաժեշտությունը կա։ Այսինքն պետք է հիմնավորել, որ ընտանեկան բռնությունների թիվը այնքան է աճել Հայաստանում, որ գործող օրենքներով այլևս հնարավոր չէ այդ կարգավորել եւ պետք է նոր օրենք։ Ուրեմն հասկանալու համար շատ են թե քիչ, պետք է անդրադառնալ պաշտոնական տվյալներին, որոնք ոստիկանության տվյալներն են։ Այ օրինակ, 2012 թվականին ըստ ոստիկանության տվյալների գրանցվել է ընտանեկան բռնությունների այս 766 դեպք։ Սա կազմում է Հայաստանի բնակչության եթե դες բաժանենք միգուցե, բայց սա կազմում է Հայաստանի բնակչության ընդհանուր թվի 0.025%-ը։ Սա շատ փոքր 2012 Սա շատ փոքր թիվ է։ Աշորսին աճել է 1000-ի է մոտեցել, բայց մենք պաշտոնական որը հրապարակել 0.025%։ 2013 թվականին արդեն 580 դեպք է գրանցվել, այսինքն աճել չկա, նվազել է ըստ ոստիկանության տվյալների։ Սա կազմում է 0.20%-ը, 0.020 ներողություն։ Այսինքն որևէ աճ չի գրանցվում, իսկ թիվը ինքնին շատ փոքր է։ Ես ներողություն շեշտում կատարեմ, որ խոսքը գնում է բռնության այն դեպքերի մասին, երբ ծանր ծեծ կամ այնպիսի դեպք կա, որ արդեն ոստիկանություն չես կարա չդիմես, այսինքն մարդը հիվանդանոց է ընկնում։ Եվ համեմատական տվյալները նույն դեպքերի շուրջ են արտասահմանի հետ, երբ ծեծի աստիճանը այնքան է, որ ոստիկանությունը չի կարող չմիջամտի։ Խնդրեմ շարունակել։ Հիմա, եթե համեմատենք այն երկրների հետ, ովքեր հովանավորում են ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի ընդունումը Հայաստանում, ապա տեսնում ենք, որ այնտեղ տասնյակ անգամներ բռնությունների թիվը ընտանիքներում ավել են։ Օրինակ, Մեծ Բրիտանիայի ոստիկանության տվյալների համաձայն 2011-12 թվականներին գրանցվել է այսպես կոչված ընտանեկան բռնության 796.935 դեպք։ Սա կազմում է Մեծ Բրիտանիայի բնակչության ընդհանուր թվի 1.2%-ը։ Սա 49 անգամ ավել է, քան Հայաստանում։
Նույնը օրինակ ԱՄՆ-ում գրանցվել է 2012 թվականին գրանցվել է 1.259.390 դեպք, որը կազմում է բնակչության թվի 0.39%-ը, սա 15 անգամ ավել է։ Եվ հովանավորող երկրներից մեկն է նաև Նիդերլանդները, այնտեղ ըստ իրենց կառավարության տվյալների տարեկան գրանցվում է 200,000 դեպք, որը կազմում է ընդհանուր բնակչության թվի Նիդերլանդների 1.19%-ը, սա 47 անգամ ավել է, քան Հայաստանում։ Այստեղ հարց է առաջանում, եթե իրենց մոտ վիճակը շատ ավելի վատ է, ինչու են նրանք հովանավորում ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի ընդունումը Հայաստանում։ Միգուցե իրենց ոլորտի համապատասխան մասնագետներին հրավիրեն Հայաստան, նրանք ուսումնասիրեն, թե որն է Հայաստանում բռնությունների փոքր թվի բուն պատճառները եւ գնան իրենց մոտ կիրառեն։ Սակայն ոչ, պարզվում է, որ նրանք այլ նպատակներ են հետապնդում եւ այս ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի բուն նպատակը Հայաստանում օրինականացնել միասեռ ամուսնությունները։ Մասնավորապես Արմանը արդեն երկու բառով նշեց, օրենքի 4-րդ հոդվածում սահմանում է, թե ովքեր են համարվում ընտանիքի անդամներ։ 4-րդ հոդվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետում ասվում է, որ ընտանիքի անդամներ են համարվում քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում չգրանցված ամուսնության մեջ գտնվող անձինք, այսինքն փաստացի ամուսնություն, եւ զուգընկերները։ Զուգընկերը համարվում այն անձը, ով պարբերաբար սեռական հարաբերություններ է ունեցել միևնույն անձի հետ։ Այստեղ երկու հարց։ Եթե կապ չունի տարբեր սեռից, եթե մարդը, օրինակ, տղամարդը պարբերաբար օգտվում է միևնույն մարմնավաճառի ծառայություններից, ինչ է սա եւս համարվելու է ընտանիք։ Կամ եթե զուգընկերը նույն սեռի ներկայացուցիչ է, ապա նրա հետ պարբերաբար սեռական հարաբերություններ ունենալու պայմաններում ըստ օրենքի նախագծի հեղինակների սա եւս կհամարվի ընտանիք։ Այսինքն դուք ընդգծում եք, որ պետք է կին տղամարդ օրենքում ամրագրված լինի, կին տղամարդ։ Հայաստանի օրենքում արդեն ձևակերպված է ընտանեկան օրենսգրքում ընտանիք ինչ է։ Այս օրենքը այդ ձևակերպումը այս օրենքը տղամարդ եւ կին, որոնք որ գրանցվել են պետական համապատասխան մարմնում ամուսնությունը գրանցել են, վերջ։ Որևէ այլ դեպք արդեն համարվում է անկերություն, հարաբերություն եւ այլն, ընտանիք չի, իսկ այստեղ ընտանիք է։ Ընդ որում նշված չի, թե որ սեռի, իսկ դա պատահական չի, ասեմ ձեզ։ Զուգընկերը ո՞րն է, այդ ի՞նչ է զուգընկեր։ Առաջի անգամ եմ լսում, որ զուգընկերը կարող է ընտանիք լինի, կարող է մարդ 100 հատ զուգընկեր ունի։ Ուրեմն այս օրենքի ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի նպատակներից մեկը նաեւ չնչին պատրվակներով երեխաներին ընտանիքներից հեռացնելն է եւ նրանց ապաստարաններում տեղավորելն է, որտեղ նրանք կարող են ենթարկվել սեռական շահագործման, ինչպես նաեւ կարող են որդեգրվել համասեռամոլ զույգերի կողմից։ Ուրեմն այս օրենքի ընդունման հետևանքները ակնհայտ երևում են Եվրամիության երկրներում, որտեղ որ այս օրենքի ընդունումից հետո տեղի է ունեցել ընտանիքներում բռնությունների, կանանց նկատմամբ բռնությունների աննախադեպ աճ, երեխաներին ընտանիքներից վերցնելու աճ եւ այդ երեխաներին այնուհետեւ ապաստարաններից համասեռամոլ զույգերի կողմից որդեգրելու քանակի աճ։ Մեկ էլ օրգանների, այդ ասել են Euronews ալիքով, մեր մոտ տեսագրությունը կա, օրգանների էլ են տվել, այսինքն վաճառել են ընտանիքներին որոշ տեղերից երեխաներին սպանել են եւ որպես օրգան են վաճառել։ Էլ չեմ ասում, բիզնեսը, մեծ բիզնեսն է, նարկոտիկներից հետո դա է գալի, ոչ թե զենքը, ասեմ իմանալ։ Օրենքի նախագծում նաեւ սահմանվել են հոգեբանական բռնություն հասկացությունները, իսկ հոգեբանական բռնություն հասկացություն քրեական օրենսգրքում չկա։ Հետևաբար ոչ մեկ չի կարող ասել ինչ է նշանակում հոգեբանական բռնություն եւ դա սուբյեկտիվ, շատ սուբյեկտիվ ընկալման տեղ։ Հոգեբանական բաներում կա չէ՞ դասագրքերում մասնագիտական գրական։ Խոսքը գնում է օրենքի մասին։ Դա հնարավոր չի ձևակերպել։ Օրինակ դուք ձեր երեխային պոռնո չեք թողում դիտել, կարող է պետական մարմինը գա, ասի ինչ ես հոգեբանական բռնություն կիրառում, երեխան ինֆորմացիա է ուզում ստանալ։ Ուրեմն չես թողում, ուրեմն երեխայդ հեռացնում ենք, ես դա պրակտիկ օրինակներից եմ ասում, ոչ Հայաստանի իհարկե։ Սահմանվել է նաև տնտեսական բռնություն հասկացությունը, երբ որ մի ընտանիքի անդամի կողմից մյուսի գույքը, ասենք դիտավորությամբ վերցնելը կամ յուրացնելը, այսինքն օրինակ եթե ծնողը արգելում է երեխային պոռնոգրաֆիկ բնույթի գրականություն դիտել կամ կայքեր դիտել, ըստ օրենքի նախագծի հեղինակների դա կարող է համարվել հանգիստ բռնություն։ Եվ երեխան կարող է
որպես բռնության ենթարկված երեխա հեռացվել ընտանիքից։ Դե եկեք ձեզ մի հատ բան ընդհատել։ Օրենքների քննարկման ժամանակ միշտ ես հիշում եմ կար Վիկտոր Դավակյան, որը ասում էր, որ եկեք ողջախոհության սիվանից, հա, ելնենք, ելակետից ելնենք, ասենք ինչ եք դուք միշտ այդ ամենավատից Միջազգային պրակտիկայից ենք ելնում։ Իրանք միշտ համեմատում են միջազգային պրակտիկայի հետ, մենք էլ դրանից ենք ելնում, որ այդ է հետևում։ Ինչի ոչ ողջախոհությունից արածենք հենց ահա։ Իսկ ինչի են sense հիմար բաներ գրում օրենքում։ Այս արդեն հիմարություն չի, սա արդեն դիվերսիա է։ Դավադրություն է, հա։ Սա արդեն դիվերսիա է, սա արդեն պետական դիվերսիա է, այսինքն պետությունը քայքայելու, այն էլ 101-ին։ Հիմա ասեմ ձեզ ինչու՞մն է խնդիրը։ Այստեղ մի հատ կարևոր ֆակտոր կա, որը մեր դեմ շատ հաճախ կիրառում են այսպես կոչված ՀԿ-ները, որոնք պայքարում են այս օրենքի ընդունման։ Որն է դա։ Ասում են Հայաստանում ընտանեկան բռնությունը թաքցնում են, շատ են թաքցնում, ամեն 10-րդն է դիմում։ Նախ եւ առաջ դրա համար որևէ ապացույց չկա, դա խիստ իրենց սուբյեկտիվ կարծիքն է, որևէ լուրջ հետազոտություն չկա, անգամ եթե որևէ հետազոտություն հրապարակվել է, դրա մանրամասները չեն հրապարակվել։ Իսկ հետազոտության ճշմարտությունը ստուգվում է միայն մանրամասներով, ում են հարցաքննել, որտեղ են հարցաքննել, ինչ հարցեր են տվել, արդյոք այդ մարդը ճիշտ է պատասխանել։ Սակայն անգամ եթե մենք ենթադրենք, որ ամեն 10-րդն է բռնություն, ապա ես ընդհանրապես հիշեցնեմ, մեր մոտ կա Բրիտանիայի կառավարության պաշտոնական կայքի պատճեն, որը մենք հրապարակեցինք անցած տարի։ Այնտեղ գրված է, որ ծանր բռնաբարություններ ծեծ եւ այլն, որը կազմում է 1.5% իրականության մեջ ըստ պաշտոնական Բրիտանիայի կառավարության տվյալների 1/10 դեպքն է։ Այսինքն կանանց նույնիսկ այնքան շատ են ծեծում, բայց մեկը իրանք աշխատում են զարգացած երկրում ոստիկանությանը չդիմել։ Ինչպես նաև ասեմ, որ բռնությունը երևույթ է, որը պետք է մինիմիզացվի, վերացվի ցանկացած հասարակությունից, բայց դա պետք է առաջին հերթին արվի դաստիարակության շնորհիվ, ճիշտ կառուցչության աշխատանքի շնորհիվ, որտեղ ստացվի ընտանեկան ինստիտուտի դրական կերպար։ Հիմա այսօր ճիշտ հակառակն է, սերիալներով, ԶԼՄ-ներով աչուդեղ ծեծ են ցույց տալի։ Այստեղ ասեմ, ես նաև ասում են, իսկ ինչու դուք չեք խոսում Ռուսաստանի մասին։ Ասեմ ձեզ, իհարկե բռնություններ կան նաև Ռուսաստանում եւ ոչ պակաս էլ չեմ ասում ալասրում, բայց Հայաստանում չկա ոչ մի ՀԿ, որը ֆինանսավորում է Ռուսաստանը, որը նպատակ ունի Հայաստանում ընդունել գենդերային կամ յուվենալ արդարադատություն կամ եւ այլն։ Եթե լինի, մենք համապատասխան ձևի կարձագանքենք նաև Ռուսաստանի հետ կապված։ Բայց այդ երևույթները յուվենալ արդարադատություն եւ գենդերային օրենք, այդ process-ները չեն կարողանում քայքայել հայ հասարակությունը, որտեղ դրան դիմադրություն կա եւ կարծում եմ եւ Ռուսաստանը եւ եվրոպական երկրները Հայաստանից պետք է այս տեսանկյունից միայն ու միայն օրինակ վերցնեն։ Մի բան ավելացնեմ, ասած ամբողջական դարձնելու համար։ Գոյություն ունի այսպես կոչված երեխաների որդեգրման եվրոպական կոնվենցիա։ Այդ կոնվենցիայի 7-րդ հոդվածի առաջին կետի համաձայն երեխան կարող է որդեգրվել տարբեր սեռի երկու անձի կամ մեկ անձի կողմից։ Իսկ ահա նույն հոդվածի 2-րդ կետը ասում է, որ կոնվենցիայի շրջանակները կարող են ընդլայնվել պաշտոնապես ամուսնության գրանցում ունեցող նույն սեռի զույգերի համար, ինչպես նաև այն նույն սեռի զույգերի համար, որոնք ապրում են միմյանց հետ կայուն հարաբերությունների մեջ։ Տեղեկացնեմ ձեզ, որ երեխաների որդեգրման եվրոպական կոնվենցիան 2008 թվականին ստորագրել է նաև Հայաստանը։ Բայց վավերացրել, հա։ Առայժմ վավերացված չի, սակայն եթե այս օրենքները ընդունվեն, բնականաբար հաջորդ ճնշումը լինելու է այս կոնվենցիայի վավերացումը եւ համասեռամոլ զույգերի կողմից ընտանիքների երեխաների որդեգրման իրավունքի ամրագրումը։ 2008-ին եւ սա է ստորագրել եւ ՄԱԿ-ի կոնվենցիան գենդերային ինքնության վերաբերյալ, որից հետո գենդերային օրենքը ընդունվեց։ Հիմա այդ process-ը ոնց է։ Հիմա Հայաստանում, եթե Աստված ոչ անի այս օրենքը անցնի, հետո այս կոնվենցիան կվավերացնեն ու զարմանալ պետք չի, թվում է թե մենք ինչ-որ ֆանտաստիկ բաներից ենք խոսում։ Ամբողջ աշխարհում այդ այսօր կատարվում է, Հայաստանում փոքր ենք, քիչ ենք, կարողանում ենք դիմադրենք։ Եթե հանգարց չդիմադրենք, վաղը ամոթ առնելու մեր երեխեքի աչքերին նայել։ Գալու են տանեն ժողովուրդ։ Այդ իլյուզիա չի։ Տեսագրությունները կան, մենք հատ դնում ենք, արտասահմանում ոնց են գալի տանում, անընդհատ դրա մասին խոսում են, տուժածներ կան, այդ տուժածներին մենք ճանաչում ենք, քանի ընտանիքի փորձել են կօգնել, մենք մենակ Հայաստանում չենք գործում, մենք եվրոպական կառույց կա, anti-juvenile justice, եվրոպական կառույց, մեր կազմակերպությունը պաշտոնական անդամ է, նենց իրանց կայքը որ մտնեք, anti-juvenile justice ասոցիացիա կա եվրոպեյսկը,
Մեր ծնողական կոմիտեի լոգոն դրած է, դա միջազգային կառույց է հսկական, այնտեղ իրավաբաններ են, այնտեղ մասնագետներ են, այնտեղ դեպքերը արձանագրված են, այնտեղ Եվրախորհրդի զեկույց կա 2010 թվականի, որտեղ փաստերով, ապացույցներով, տրագիկ, այդ ամեն process-ը կա։ Մենք չենք ուզում Հայաստանը։ Ասեմ, որ երբ որ գալիս է Հետևաբար բա ինչու է այդ երկու կառույցը հարցը ուղղակի անդադու Ես երկու հարց նախ մի հատ հստակեցում ընտանեկան բնությունների մասին օրենքը հիմա ներկայացված է ազգային ժողով, երբ է ներկայացվել եւ որ փուլում է։ Եվ երկրորդ հարցս, շարունակեմ հարցս, մի կողմից Հայաստանին պարտադրում են օրենքը ընդունել, մյուս կողմից էլ մեր հասարակության արժեհամակարգի հաշվի առնելով, այսպես հակադրություններ են առաջանում թե օրենքի եւ թե մեր մենթալիտետի մեջ, հա, այսպես ասեմ։ Ինչ ելք եք տեսնում, որպեսզի խնդիրը լուծվի, մարտահրավերների դիմակայվեն, ինչ առաջարկներ ունեք։ Այո։ Ուրեմն նախ օրենքը առաջարկվել է ազգային ժողով, բայց նա որպես նախագիծ արդեն կա պաշտոնական սոցնախարարության կայքում։ Այսինքն դա արդեն պետական մարմին է մտել։ Կա նաև կառավարության որոշում այս օրենքը քննարկել եւ մտցնել շրջանառության մեջ։ Ասեմ ձեզ, ձեր հարցը շատ տեղին էր։ Անցած տարի մենք 128 կազմակերպությունով, արդեն 128 ստեղծեցինք հանուն ընտանիքի դաշինք։ Այս տարի այդ դաշինքը ակտիվ գործելու է։ Այդ դաշինքի նպատակն է արգելել օրենսդրական դաշտով նման երևույթների ներդրումը Հայաստանում, ընդունել օրենքներ, որոնք արգելում են այլասերման քարոզչությունը, ընտանիքի բացասական կերպարի քարոզչությունը, օրենքով պարտադրել ԶԼՄ-ներին բռնության քարոզչությունը արգելել, բռնության քարոզչությունը եթե սյուժետով պարտադիր է, ապա լինի տարիքային սահմանափակում, որտեղ այսօր երբ դուք դիտում եք մեր հեռուստաընկերության արտադրված տեսաֆիլմերը, այնտեղ աճ ու ձախ բռնության քարոզչություն է, որևէ տարիքային սահմանափակում չկա, երեխան մեծանում է մի միջավայրի մեջ, որը անառողջ է։ Հետևանքը մենք այսօր կարող ենք փաստել վիճակագրությունով։ Հետևանքը 1.74 ծնելիությունն է, 2.5 անգամ պակաս Հայաստանում, քան 1985 թվականին։ Ինչպես նաև արձանագրեմ ձեզ փաստ, որը ոչ մեկ չի կարող հերքել։ Խորհրդային տոտալիտար ռեժիմի տարիներին Հայաստանի բնակչությունը աճեց 5.5 անգամ։ Երևի այնպես խիստ դիկտատուրա էր, որ մարդկանց ստիպում էին այդպես աճել, ես այդպես եմ ենթադրում։ Իսկ դեմոկրատիկ անկախ Հայաստան, Եվրոպայի հետ բարի ջերմ հարաբերություններով դեպի ՆԱՏՕ, դեպի եւ այլն, ցկտման է սա process-ների Հայաստանի բնակչությունը 2 անգամ պակասել է, ծնելիությունը ընկել է 2.5 անգամ։ Հիմա մենք որտեղ ենք գնում, ինքնասպանության ճանապարհին ենք։ Ես կարծում եմ կտրուկ միջոցներ է պետք ձեռնարկել։ Ինչպես նաև կոչ եմ անում ազգային ժողովին ընդունել օրենք, որը ուղղված է բազմազավակ ընտանիքների պաշտպանությանը։ Մենք այդ ուղղությամբ եւս աշխատում ենք, ինչպես նաև կա արդեն նման նախագիծ ՕԵԿ կուսակցության կողմից առաջարկված ազգային ժողովին, որը մինչև օրս չի ընդունվել։ Կոչ ենք անում, որ ընդունվի։ Այսպիսով փոխանակ կառավարությունը ընդունի օրենքներ, որոնք ուղղված են ինֆորմացիոն անվտանգությանը, մեր երեխաների պաշտպանությանը, բազմազավակ ընտանիքների պաշտպանությանը, կառավարությունը ենթարկվում է ճնշումներին եւ չի կարողանում դիմադրել նման դիվերսիոն առաջարկներին, եթե սա երկե կարելի է առաջարկ անվանել։ Շնորհակալություն ձեզ բոլորին։ Հարկ լրացում ունես։ Չէ, ամեն ինչ ասվեց, միջայլոց ես ուզում եի ասել այդ Եվրոպայում տեղի ունեցող դեպքերի մասին։ Երբ որ գալիս են այնտեղ ընտանիքներից երեխային տանելու, ծնողները բնականաբար դիմադրելու իրավունք չունեն։ Այսինքն եթե դիմադրեն, նրանց կձերբակալեն։ Միակ բանը, որ նրանք կարող են իրավունք ունեն անեն, դա տեսախցիկով նկարեն, որպեսզի հետագայում եթե կադրերում երևա որ որոշակի անօրինականություններ սոցաշխատողների ու ոստիկանների կողմից կարողանան բողոքարկել եւ երեխային հետ վերցնել։ Եվ այդպես ծնողները ուղղակի նկարում են այդ ամենը, այդ process-ը ոնց են լացում երեխաները, ոնց են նրանց բռնի ուժով տանում եւ այլն, եւ դնում են ուղղակի YouTube եւ որպեսզի մարդիկ իմանան։ Արձանագրված է բազմաթիվ ինքնասպանության դեպքեր երեխաների, որոնք փախել են այդ ճակերտալ ворթեգրված ընտանիքներից, համասեռամոլ ընտանիքներից, մեկ էլ այդ համակենտրոնացման ճամբարներից, որը կոչվում են յուվենալ տներ, որոնք հսկայական գումարներ են Հայաստանում էլ կոչվում են ապաստարաններ։ Հայաստանում էլ արդեն կան կոչվում են ապաստարաններ։ Արձանագրված են բազմաթիվ երեխաների ինքնասպանության դեպքեր, բազմաթիվ։ Այս վերջերս նաև նման ինքնասպանության դեպքեր եղել Ռուսաստանում։ Իմիջիալոց ձեզ տեղեկացնեմ, որ Ռուսաստանում եւս փորձում են ներդնել այդ համակարգը եւ Ռուսաստանի նման երկիրը
Չնայած որ նախագահ դեմը արտահայտվել եւ այլն, մեկը չի կարողանում դրան դիմադրել։ Օրենքի դաշտում չկա, բայց էքսպերիմենտալ որոշակի շրջաններ կան Ռուսաստանում, որտեղ այդ process-ը փորձում են իրականացնել։ Այդ իսկ պատճառով մենք հայերս պետք է օրինակ ծառայենք, թույլ չտանք որևէ ձև նման երևույթ Հայաստանն ներդրվի։ Այստեղ բացարձակ կապ չունի մարդը ինչ քաղաքական հայացքների է, որ կուսակցություն է եւ այլն, մենք բոլորս պետք է միասնական ուժ լինենք եւ թույլ չտանք կրկնել ցեղասպանությունը, այս անգամ այլ մեթոդներով։ Շնորհակալ եմ։ Իսկ կան Հայաստանում ինչ-որ հասարակական կազմակերպություններ, որոնք ֆինանսավորվում են, ասենք, միջազգային կառույցներից, որպեսզի այս օրենքները առաջ գնան եւ անցկացնեն։ Բազմաթիվ են հասարակական կազմակերպությունները, դրանք են օրինակ հասարակություն առանց բռնության, կանանց ռեսուրսային կենտրոն, կա 15 մեր մոտավոր տվյալներով 15 քիչ թե շատ ակտիվ գործող կազմակերպություն, որոնց նպատակը այդ օրենքները ընդունելն է։ Բայց մենք դրա մասին շատ ենք ասել, խնդիրը այդքան հասարակական կազմակերպությունները չի, հասարակական կազմակերպությունները առանց աջակցության վերևից չեն կարող դա անել։ Իսկ իրենց վերևից հենց Եվրամիությունից ուղղակիորեն աջակցում են։ Այսինքն Հայաստանին գրանտ են տալի, պայմանն էլ դա է։ Հենց որ պատահական չի։ Հարցեր կան։